table. Une émission proposée par Hype FM. Բարև գրգին սիրելու ընտիրներ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալի հայտնությունը Քրիստոսի։ Երեք հայ աշխարհը նշեց Քրիստոսի ծնունդը։ Երբ կրոնական եւ հարանվանական բաժանումները հագարակ կարգ միջավայրերում մեջ արտահայտվող մերձեցման կամ փոխհմբռնման դրսևորումներուն, այսուհետև կմնան տիրական, լայթ աստվածապանական, բայց հատկապես քաղաքական ենթահողի վրա, երբ Ֆրանսիայի մեջ հագարակ կրոնական ավելի ցայտուն ու հետզհետե անկաշկանդ դրսևորումներուն եկեղեցու եւ ընդհանրապես կրոնքներու բաժանումը պետութենեն ավելի սուր կերպով կշեշտվի, երբ հագարակ դեպի կրոնք ու հավատ կայության վերադարձի կամ փնտրդուքի երևելի նշաններուն հատկապես հետ խորհրդային շրջանին եկեղեցիները ընդհանրապես առնվազն Ֆրանսիայի մեջ ունին հավատացյալներ ու համապատասխան հոսքը եւ երբ նույնիսկ հարցականներ կձակին հոգեվորականներու վարկի քրիստոնեավայել բահվածքի նկատմամբ զանոնք սովորական մահկանացուներեն վերտասելով կարևոր էր այս բոլորի ծիրեններս կրկին տեղդալ կրոնքին հավատքին եւ եկեղեցվո Սուրբ Ծնունդի առիթով հրավիրելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան arczepiskopos Հովանեսյանը Աստված օգնական սրբազան Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալի հայտնությունն Քրիստոսի Մենք բնականաբար պիտի անդրադառնանք Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհրդին, բայց պիտի խոսենք նաեւ դեմն ու ազգը հուզող հարցերու մասին, լանանոնք ծխական, դասյարակչական, կրթական, քաղաքական կամ այլ Բայց ես կառաջարկեմ ուրեմն սկսենք Հիսուսի ծննդյան խորհրդով, սկսենք այն հարցով, որովհետև դասյարակչությունը եւ գիտելիքի փոխանցումը եւ ավետարանական ուսուցման փոխանցումը կարեւոր է ամեն պահու, ինչու Աստված ըստ ավետարանի եւ քրիստոնեական աստվածապանական ուսուցման աշխարհ պիտի ղրկեր իր զավակը Շնորհատուն Վարդան նախ եւ առաջ կուզեմ շնորհատուն հայտնել Hype ռադիոին, FM-ին, որ այդ ստեղծեց մեզի ժողովրդի հետ խոսակցելու, նաեւ գտնեմ շնորհավորական մեր բաբենական ողջունը Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզ եւ մեծ ավետիս։ Աստված ստեղծեց, որով անգսիրե ստեղծել, որով Աստված գսիրե հավիտենական երջանկություն բարգեւել իրեն ստեղծագործության Եվ Աստված ստեղծեց, բայց մարդ ստեղծեց ազատ կամքով, որև Աստված չուզեց, որ մարդիկ ռոբոտի նման ամեն 5 ժամ, ամեն 6 ժամ ստիպված ելան իրեն բաշտեն, այլ Աստված ուզեց, որ մենք մեր ազատ կամքով տեսնանք բարին եւ չարը եւ երբ որ հասկանանք, որ մեկը լավ է, որոշենք Աշուշ գուսանք բարին հետևիլ եւ եթե բարին հետևին կնշանակի Աստուծո հետևիլ եւ ըստ այնմ նվիրվենք Աստուծո եւ Փրկագործության պատմությունը արդեն 2000 տարի առաջ իրագործվեցավ մարգարեներու միջոցով քահանաներու տակավորներու բարձրապես աս պատգամը փոխանցել էր Աստծո ժողովրդին որան ժողովրդին գսիրե եւ ուզերենց հավիտենական երջանկություն դա այս աշխարհը հետեւաբար ժամանակավոր գոյությունն է ուր մենք պիտի սորվենք բարին եւ չարը եւ պիտի ընտրենք որ մենք ուզել եթե ընտրենք բարին Աստծո բերեվին եւ պիտի ունենանք հավիտենական երջանկություն եթե ընտրենք չարը Աստծո պիտի անչադվենք եւ պիտի վայելենք այնինչ որ Աստծո հագարակն է որն է ադելություն մահ հիվանդություն եւ այլն խավար Աստված հետեւաբար որոշեց մարգարեներ ղրգերը ետ կահանաներ վարդապետներ այն ինքը մարմնանա ինքը կա աշխարհի մեջ ապրի եւ ինքը կարոզե ավետարանը ասիրո Հովանես ավետարս ասված սեր է եւ հրավիրել ժողովրդին որ ետ դառնան հերանան չարեն ադելութենեն խավարեն եւ ետ դառնան լույսին անոր համար է որ Աստված մարմնացավ, կսենք նասին, մարմին արավ, եւ քանի որ Աստված անչափ է, անհասանելի է, եթե ասում է բաժին մարմինարն է, Աստված կմնա գադարյալ, բայց այդ մարմնացած բաժինը մենք կոչենք Հիսուս։ Այսօր մանավանդ երիտասարդները, երեխաները հարց կտան, որ ինչու Մարիամ Աստվածածինը պիտի լար գույս, Հիսուսի մայրը պետք է լար գույս եւ ոչ ինչպես մեր բոլոր մայրերը սովորական կին։ Այո։
Այս պատմության տասկին, որ ասված սկսավ իր փրկակորձությունը, որուն անշուշտ կակատնագել եղավ Քրիստոսի ծնունդը, ինչպես քիչ առաջի, ասված գրգեց մարգարեներ, թագավորներ, քահանաներ, որոնք մարգարեացան, եւ այս մարգարեությունները կարեւոր են հագարակ ովևէ ուրիշ գրոնքի աշխարհի մեջ մեր քրիստոնեական հավատքը բազմական փաստ ունի, այսինքն մարգարեները հայրավոր դարիներ Քրիստոսի ծնունդյան աչ մարգարեացան օրինակի համար, որ մեսիա պիտի կա, այսինքն օձյալ ասված մենքը պիտի ընտրե եւ անոր պիտի գրգե մեկ արաքելության համար, որն է ժողովուրդը փրկեն եւ օձյալ բառը հունարենով Քրիստոս է, որ եբրայերով գլա Մաշիախ եւ արաբերենով Մեսիա եւ հայերենով Քրիստոսը Քրիստոս կլա, ուրեմն այս մարգարեությունները կարեւոր են մեզ, անոնց մենք միջև այսօր եկեղեցի մեջ կարտանք մարգարեություն Եսայի, Երեմիա եւ այս մարգարեություններու մեջ Հիսուս ասված դիտմամբ բաներում հայտարարեց, որ երբ որ վեճ գադարվին ժողովուրդը իրենց ուղեղով ըմբռնել, հա, ուրեմն ճիշտ է, մարգարեությունը մեկը որ փրկիչ պիտի Պետրեյանի մեջ, ուրիշ մարգարեությունը որ Մեսիան պիտի Մերժվի իր ինք ժողովուրդեն նույնիսկ մերժվի։ Ուրիշ մարգարեությունը որ այս Մեսիան, այս Քրիստոսը որ պիտի կա, հրաշքներ պիտի տա, գույրերու աչքեր պիտի տանայվան։ Այս մարգարեությունը մեկը որ Եսայի մարգարեն գիշե որ գույս պիտի ծնի իրեն, եւ ոչ թե բարձ մայրը, գույս որտեղ մարդկային հարաբերություն չի ունեցած ամուսնին հետ, անշուշտ երկրորդ իմաստներն ունի։ Թիվ 1 մարգարեության իրակորձումը մեզ համար այսօր մխիթարիչ փաստն է, որ այս Հիսուսը որ ծնած է գույս Մարիամեն, ուրեմն ինքն է խոստացած Մեսիան Քրիստոսը։ Բայց նա ուրիշ բան կա, հերակրկրան բարոյական իմաստն կա։ Այդ որովայնը որ ծնավ Աստված մարմնացյալը մաքուր որովայններ էր, սուրբ որովայններ, ու իրեն մեջ ուրիշ ադգարաշ, ուրիշ երախաներ, մեղավոր երախաներ չէին ծնած, այլ միան մաքուր բահված էր, որ Աստված մարմնանա անոր մեջ եւ ծնի։ Իսկ 21-րդ տարուս երդասարտները եւ լսածը լան ցեզմե հոգեվորականները կամ ընտանիքներու մեջ այս թրվակը ոչ թե որովհետև աթեիզմ կա, ոչ թե որովհետև այսօր նյութապաշտություն կա, բայց ընդհանրապես մարդու ուղեղը դժվար դերևս ընկալ է, եթե հավատք չունենա նման տրվակ։ Ինչպես կընկալեն ըստ ձեր փորձի երիտասարդները իրականությունը, ճշմարտացիությունը այս տրվակի։ Նախ եւ առաջ ասեմ, որ այնքան դժվար բան չէ ընկալել այդպիսի բան, գիտությունը մեզ գսե ես եւ տուն երկու փիչիչներ եղած էինք, ես 53 տարի առաջ, տուն գարդե կշմավելի կանուխ, ավելի ուշ տրվություն, այո, ասին ավելի ժամանակով, իզմ է ավելի վերջ, եւ այդ երկու փիչիչները մեանք, հմեն վանց րպազան մեղան, 40 տարի վերջ, 50 տարի վերջ, եթե աստված հանենք դուրս, որտեղ մենք հիմա լայիկ երկրի մեջ ենք, եւ ասենք, եթե կարելի է երկու միկրոփիչիչներ միացնել եւ բանսը բազամ ստեղծել կամ բարտան ղեկավար ստեղծել, ուրեմն կարելի է, ինչու՞ չէ, ինչու զարմանանք, կամ եթե կարելի է փույսին չորցած հունդ հողի դակտեն, հող, որ բամը չունի, ադևերջը գծնի և ձար գլա, ինչու չէ ընդունինք, որ նաև պույսեր գան, որ սերմի բետ չունին։ Պույսեր գան, որ պետք է սերմի, ասի պետք է պերես արու և եկ միացնես և խոմբեղ մեղուն կարևոր տեր կխաղա, բայց կամ պույսեր, որ խաղողը բետ չունի։ Գծնի առանց սերմի, և անում համար խաղող կոկտապրուի, որպես հոմանիշ ասվածամոր։ Բայց երկրորդ բարասխան դամ քեզի վարտամ։ Հիսուսի ծնունդը գույս Մարիամ ասվածածնեն մեկ նախատասություն մեր ավետարանի մեջ։ Ավետարանը կամ նոր դարանը ունի 4 ավետարաններ, 14 տամակներ, հայդունքյան կիրք, գործարակերոս, ինչու այսօր ժամանակագից ընկերությունը, երբ որ գուզեն հարվածեն կամ քննադատեն քրիստոնեությունը, ինչու համար գետրոնալ մեկ հավերի վրա։ Դոկտոր միս բաները գարտանք, այսինքն, երբ որ դու քիթ նայես ֆիզիկս գարտաս, առաջի ֆորմուլը գաչես հասկանալ, դժվար է։ Բայց երկրորդ ֆորմուլները անցիր, այսինքն, ինչու համար մենք գտնենք հագաստական կամ դժվարին մեկ նախատասություններ ասվաշունչի մեջ եւ անոր գետրոնանանք, որոնց բացատրությունները գա եւ արիտ չեն դար մեր երիտասարդներուն միշտ բաներ գարտան
Քրիստոսի ինչպես ծնանիր ինձ համար կարևոր չէ այնքան, որքան որ Քրիստոս ինչը սավ։ Ովևէ ազգային ղեկավարը։ Ես հոգս չէ ով երեմ բաբան մաման, նա ինչպես ծնած է, բայց այդ ազգային ղեկավար ինչ կսվերցնի, ինձ համար է կարևորը։ Իհարկե։ Ղեկավարը մենք Քրիստոսին գերդավին ոչ թե որ ինքը գույս Մարիամ է ծնավ, բայց այդ ինչպես որսի կարևոր թեփն է, որ բազմական փաստը կստեղծի, որ 500 տարիներ առաջ Եսայի մարգարեն, որ հիշին չէր ճաշնալ, տեսավ որ Աստվածը վերգե Քրիստոսը բիձնի գույս աղջիկը անանք սամարտը։ Բթուլա ապարը ու եբրայերնով վերջայը գույս չամուստանցած։ Եվ 500 տարիներ շատ իրականացավ։ Երեք մոքերու մասին գխոսվի եւ մեր եկեղեցին կարեւորություն կնծայ, այսինքն քիչ առաջ նշեցիք դուք մարգարեությունները, իսկ մոքերը ինչ իմաստ ունի իրենց ներկայությունը երթալու, խոնարելու նորածին մանուկին։ Երեկվա քարոզից մեջ Վարդան ես անդրադարձա երեք մոքերու մասին մանրամասնորեն։ Մոքերը կներկայացնեն ժամանակակից քաղաքական իշխանությունները, որոնք անպարտաբան չէին, այլ խոնար էին եւ Աստծո արիթմը դվին, ստացան հրավերը եւ որոշեցին երթալ, փնտրել Քրիստոսը։ Եվ դեսագոմը մոքերը հոմանիշ են յուրաքանչյուր հայ քրիստոնյայի, որ մենք ունենք իշխանություն ասված մեզ դված է, մեր կորձի մեջ, մեր ընտանիքի մեջ, ոմանք շատ մեծ իշխանություններ ունին, եւ մենք մոքերու պես գնանք բոլորովին նվիրվել Աստծո հրավերին եւ ճամփորդությունը սկսին, որ սկսի մեր մգրդությունեն եւ իր կակատնագետ գաստի, որ մենք աշխարհին գազատվինք թեպի հավիտյանական կյանք եւ աս ընթացքին ճամփորդություն մնե թեպի Քրիստոս եւ պետք է բրբդենք, հերակրկրվինք, մոքերը նույնիսկ սխալ ուղությունները ստացան, իշխանությունները փոխեցին խապել, այսին հոմ երտակ հոսկացեք, բայց իրենք վստահելով Աստուծո հայտնության վրա, բոլորովին նվիրվեցան Աստուծո խրատներուն, պատգամներուն եւ ի վերջո հասան իրենց նպատակագետին։ Բայց այսօրվա ղեկավարները լան հոգեվոր հաճախ չեմ ընդհանրացներ, լան ոչ հոգևոր, ընդհանրապես չեն երթար այդ մանուկին, նորածինին, այսինքն այդ համեստությունը չունին ընդունելու ավելի փոքրին, դերևս գիտնական է այդ փոքրը, դերևս արվեստագետ է այդ փոքրը, դերևս ուսուցիչ է այդ փոքրը, երթալ եւ մեծարելու եւ խոնարելու իրենց դեսագետով փոքրի մեծության արժեվ։ Աշխարհական ղեկավարները չեմ գիտեր դերևս չունին այդ խոնարհություն, բայց ես շատերու հանդիպած եմ, որ ասենք թե բեդության մեջ կամ իրենց բիզնեսի մեջ կարևոր պաշտոններ ունին, կամ ֆինանսական աշխարհի մեջ, մեծահարուստ եւ այլն, եւ շատ խոնար են, շատ խոնար ծավալն ընդունին Աստծո հայտնությունը, իշխանությունը։ Իմ ասած երթալ դեպի այդ ոչ թե դեպի Աստծո հրավերը, այլ դեպի երթալ այդ նորածինը, այսինքն երիտասարդներ, որոնք կամ ոչ երիտասարդներ, բայց որոնք ավելի համեստ են դասակարգային առումով, բայց որոնք իրենց մեջ ունին մեծություն կամ աբակա մեծություն։ Այդ ենթադրյալ մեծերը չեն երթար խոնարելու կամ վեր հանելու այդ բարձրացնելու այդ փոքրերը հաջող։ Հիմա նորեն գախում որ ղեկավարների մասին խոսենք, բայց ամեն տեսակ մարդ կա եւ ես գիտեմ որ նույնիսկ հոգեվորականների մեջ կան ոմանք, որտեղից այնքան ակնհայտ չեն դեր իրենց ճամփորդությունը դեպի Մսուր, կամ ոմանք նույնիսկ գարի այդ գոչումը գործունեության ես անար ընդունիմ ամեն սևակող կհանա չեմ ենք ամեն սևակող կհանա վերջերս Արամ Կաթողիկոսը նման արտահայտություն ունեցավ հոյտայի այդ հայտարարի ընթրիքի ընթացքին ինքը որպես կաթողիկոս ասավ ամեն հոգևորական պայման չէ նկատել որպես օրինագելի հոգևորական շատ ճիշտ է եւ ես նույն բանը խոնարհաբար գարցականքեմ բայց նորենս եմ պետք է մենք մեր ժողովրդին առաջնորդենք դեպի Մսուր, այսինքն եկեղեցին ասենք Ֆրանսայի մեջ անցյալ 100 տարիներ ընթացքին ինչ ըրած է կատեշիզմ, երիտասարդական ծրագիրներ, որովհետեւ նախ մեր երիտասարդյան ասե Մսուր մգա, այսինքն հոմանիշական, խորհրդանշական, եւ այս Մսուրին պետք է տան եւ ոչ թե սուտ բարձունքներուն, որոնք մեկ քանի վայրկյան, մեկ քանի օրեր կդեն եկեղեցական ինչ ըրած է, մենք ինչ ըրած ենք Մենք թեմական այդ նույնիսկ դասերակցական հարցերուն բնականաբար պիտի անդրադառնանք, որտեղ ծեր գործունեության մեկ կարևոր բաժինը է նաև հունվար 6-ի թվական այսօր մենք հպարտությամբ կսենք, որ
եկեղեցին սկիզբը ընդունած է հունվար 6-ը որպես Հիսուսի ծնունդ։ Հիմա մենք նաև գիտենք, թե ինչու 25 դեկտեմբեր եղած է եւ այլն։ Որն է ընկալումը կաթողիկե աշխարհի հունվար 6-ի մանավանդ որ Պապը իր հունիսյան այցելության ընթացքին մեծարեց հայ ժողովուրդը իր ճիշտ տեղը ուզեց տալ որպես առաջին քրիստոնյա պետություն, բայց անդրադարձ չեղավ եւ պայման չէր որ լար այդ ճամփորդության ընթացքին հունվար 6-ի ճիշտ թվականը լալու հանգամանքի կապակցությամբ ինչպես կընկալվի այս յուրահատկությունը հայկական եւ հատկապես ուղղափառ մյուս եկեղեցիները հունական կամ ռուսական այսօր այսին 7 հունվարին կնշեն որն է այդ տարբերությունը Քիչ խրտին է աստվածային հարցերը բայց թիվ մեկը ասեմ որ ամսուդեցը զուտ եւ միան հայկական թվական մեջ է Հուստիանոս Մարտիրոս Justin Martyr երկրորդ տարուն գրած է եւ ասած է որ եկեղեցին իր ժամանակակից եկեղեցին ասին 110-120 թվին գշարունակե նշել աստվածահայտնությունը ամսուդեցին Թիվ երկու քանի որ հայաստանյաց եկեղեցին մենք այս օրհնությունը այս բախտ ունեցած ենք որ ռոմեական գայսի շանտերի սահմաններեն դուրս մնացած ենք մենք եւ ինչ որ ռոմեական գայսը կամ բիզանտիական իշխանությունները ստիպած են կամ դիրաբեդած են եւ իշխած են եկեղեցի վրա իշխանությունը չի հասած մինչև Հայաստան Հայաստանը նույնիսկ գիտնականները գսեն դիսակետներ, աստվածապաններ Հայաստանյաց արաքելական գեցին ամենամաքուր ձես եւ աստվածապանություն գբահե որովհետեւ չի խառնված 9-րդ, 10-րդ, 10-րդ դարերու արևմտյան աշխարհի քաղաքական ֆիլոսոֆիական արծով անորոշ է որ հայաստանցի եկեղեցի միջև այսօր գբահե հունվար 6-ը որ ինչպես Հուստիանոսը ուրիշներ արգսեն ամենահին աստվածահայտնության թվականն է Քրիստոսի ծննդյան թվականը չունենք ամբողջ աշխարհը պետք է գտնա աստվածաշունչը չնշեր Քրիստոսի ծննդյան թվականը եւ գացեմ հունար Հիանալի իմաստն է, որ Հիսուս որպես աստված ծնունդ չունի, հավիտյանական է։ Բայց կնշվի չէ աստվածամոր հղիացման թվականը ապրիլին եւ որուն եթե չեմ սխալի 9 ամիսներով հաշվարկը կհասցնի ավելի հունվար 6-ին, քան դեկտեմբեր 25-ին։ Ասի նախնական եղեցվող ավարտություններն են, բայց աստվածամոր հղությունը չէ հիշված, թվականը չէ հիշված։ Այսինքն իրավես ով պիտի գնահատար եւ հվի եղավ աստվածամայրը այդ թվականը հայտնի է որ ամսուդեցը հաստատել են յետքը 6-9 ամիս հետ կացել եւ վրացը լողության դոն Միշնատարյան սովորություններ եւ գեղեցիկ է մենք գվահենք եւ կարեւոր է բայց ասած աստվածաշունչը ովևէ դեպքում չի ասած Մարիամ Ասիս թվականին եղավ կամ Հիսուս Ասիս թվականին ծնավ հետեւաբար թվական մեզ համար կարեւոր չէ անորոշ մենք միջայլոց չենք ասել Հիսուս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալը ծնունդն Հիսուսի մենք ասենք Քրիստոս ծնավ այսինքն Մեսիան այսինքն անոր Աստված է որ հավիտենական գոյություն ունի հիմա մեր մեջ որպես մարդ ծնավ եւ անորոշ մեզ համար իրավես մարդկային ծնունդի բանը չէ որքան որ Աստուծո մարմնացումն է որով Աստված մեզ հայտնվեցավ անորոշ աստվածահայտնություն անորոշ դոնի մեջ մենք նշենք նաև մոքերու այցելությունը ռեստորաններու հայտնվելը հովիվներուն ինչպես նաև մգրտությունը որովհետև մգրտության մեջ աստված հայտնվեցավ իր ժողովրդին աղավնագեբ շփոքին իջավ հայրաստուծայինը հնչեց երկինքեն եւ անար որպես աստվածահայտնություն գաբելցվի աստվածահայտնության զանազան աստվածաշնչական դեպքերու շարքի վրա որպես մաս աստոնեն Աստվածահայտնություն բառը գործածեցիք հաճախ եկեղեցվո մեջ եղած է այդ բանավեճը Հիսուս Աստված թե Հիսուս մարդ թե Հիսուս Աստված եւ մարդ միաժամանակ իր ծնունդը որպես մարդու ծնունդ չէ այլ որպես Աստուծո ծնունդ Աստուծո որդու ծնունդ ինչպես պետք է ըմբռնել որտեղ այդ վեճը միշտ եղած եւ այսօր կա կաթողիկե հատկապես եկեղեցվո հետ բայց ասեն բադմական ավանդական եկեղեցին համաձայնել որ Հիսուս եւ գադարյալ մարդ եւ գադարյալ Աստված եղած է եւ ես որ ծնունդի մասին ասեն մարդ Հիսուսի ծնունդը անշուշտ կարեւոր է մեզ համար բայց դեպքը ավելի կարեւոր է որ բացատրենք Աստված մեր մեջ եկավ Emmanuel անունը Emmanuel Աստված մեզ հետ այդ հրաշքն է որ մենք կնշենք եթե բարձ հերոսը լար անար կարևոր ծնունդն է բայց բադմական թեփն է սակայն
Աստված մեզի հետ կալ ծնունդի միջոցով այն է կարևոր շեշտի, որ կսենք ծնունդ, ուրեմն ճիշտ թվականը կարևոր չէ, թեպքը իստանալով ու հարցումիտ Աստված թեման մենք միշտ Հայաստանի այս արաքելական եկեցին միշտ ավարած է Հիսուս որպես գադարյալ Աստված եւ գադարյալ մարդ միաժամանակ եւ ըստ այնմ հadoop էությունը որ ուրիշ մենք չունի գադարյալ Աստված է բայց որոշեց ինքն որ մարդ ստեղծեց որոշեց ինքը մարդկային սահմանափակումները առնե եւ իջնա իր ստեղծած մարդկանց հետ ապրի 33 տարի 2017 տարի հետո արդյոք կարելի է ասել որ դերևս արտահայտությունը սխալ տվի որ Հիսուս իր առաքելության մեջ չհաջողեցավ այսինքն այն ախտերը որոնք կային եւ կգարտանք ավետարանի մեջ այն մարդկային տկարությունները այն ակահությունը այն անհավատ ըլլալը Հիսուսի առաքելության նկատմամբ դեռ այսօր գդիրե աշխարհի մեջ մարդու մեջ այսինքն մարդ իրեությամբ նույնն է հակառակ քրիստոնեական կամ այլ կրոնական դասավանդումներուն կամ պատգամներուն մարդը չէ փոխված այսինքն արդյոք կարելի է ասել որ քրիստոնեությունը ցախողած է իր լրումին բերելու մարդու վերջնական արժեքը այնպես ինչպես Քրիստոսին կմբռներ Անշուշտ համաձայն չեմ աս ալայության նախևաց քրիստոնեությունը չխոստանալ աս աշխարհի վրա Ո՞ևէ խոստումներ Քրիստոս կսե ինչպես ինձ մերժեցին ցեզիավիտ մերժեն եւ Քրիստոս ինքը կարոզիչ ասավետարանին մերժվեցավ խաչվեցավ չաչարվեցավ եւ մեռավ Տիվ 1 Տիվ 2 Քրիստոս մեզ բարձրապես հրավեր ներկայացնե եւ քրիստոնեության մեջ սիներգիա համակորձասության աստվածապանություն շատ կարեւոր է Աստված երբեք չբարդատրեր մենք ազատ ենք եւ անոր համար աշխարհի ստեղծումը այդ նպատակի համար է որ մենք ազատ մնանք եթե մենք Աստծո արքայության մեջ ենք եւ ասենք ես Աստծո չեմ հավատալ ամիջապես կոչնչանամ 5 դագարանի մեջ այդ բادرացումները կան երբ որ տակավոր գալեր ժողովուրդ գլուխին քեդին գտնեին որը եթե աչք դվեր նայես Աստծո հանդիպնից նայես տակավորին գլուխդ կդրեր տակավորը դու պետք է ամիջապես ցույց տաս որ դու իրեն հլուղ նազան ծարանես բայց Աստված չուզեց անանք Աստված մեզ ազատ սկեց մենք նմանանք հայո ենք մերժենք չընդունենք Քրիստոս ազատ ենք այս աշխարհի մեջ եւ այս աշխարհի մեջ այդպես պիտի շարունակվի վիճակը այս աշխարհը բարձրապես հրավերի ընթացքն է ծնունդով Աստված մեզ հրավեր կգրկե Քրիստոս հրավեր իրականացուց Միջև Քրիստոսի քալը ժողովուրդ չեն հասկացած ով է Աստված ինչ Աստված ինչ կուզե գադարել ավես Հիսուս եկավ եւ Հիսուս իր ցանկով դարձավ զոհը այս ամեն մեղքերուն որովհետեւ որբեսի մենք ետ դառնանք Աստծո հետ մենք պետք է մաքրված լինենք մեր մեղքերեն եւ այդ մեղքերի քինը մահ է եւ որ մենք մեղքն է պետք է սպաների եւ որ մենք խավար գտանա չգնա լույսի հետ կոյադեվել չես նարսես ինչ անխիղճ լույս մնե չներեր ինձ եթե ես ինքս խավարի մեջ դրի եւ ուզեմ մեջ լույսի հետ լալ ես կամ պետք է խավարը սանեմ կամ եթե ուզեմ խավարի մեջ լալ չեմ ննա լույսի հետ կոյադեվել Աստված լույս է մենք որ մենք գնանք խավարի մեջ կմտնանք Աստված մեզի ասավ եթե հավատաք Քրիստոսին Եվ երևի կերնավետարանին ես ծեր մեղքերը գներեմ ինքն է հրաշք կնաներ չէ բայց ինքը արդար է չես լապտուն վանդ է սիգուր մեդիր տես մեղավոր ես արդար Աստված է եթե ընդունին Քրիստոսի ավետարանը հետևին ապրին իր ավետարանով ան մեզ գներ է եթե չընդունին Քրիստոսի ավետարանը ապրին ազատ աշխարհի մեջ բայց աշխարհի մեջ վերջ կա 100 տարի 120 տարի մեր վերջ պիտի կա արդյոք առաջ նշանները գայդվին քեզի որ հոգնած ես եւ այլն ուրեմն Հիսուս 100% հաջողեցավ ավետարան մեզ հրամցուց կադարյալ դրամապանական ավետարանն է ավետարանը որոնք պաստերը 1500 տարիներ առաջ կան բադմության իրեն ադող ազգ գրած այդ պաստերը ավետարանը որ խաղաղության ավետարան է ներողամիտության ավետարան է համերաշխության ավետարանն է ինչու պիտի մերժվի այս ավետարանը բայց անոնք որոնք ուզեն ցեղասպանություններն են անոնք որոնք ուզեն իրենց դամքը դիրաբերել միսելու վրա անոնք որոնք ուզեն չարակորձ անոնք որոնք ուզեն խաբարի մեջ դագից եւ այլն բաներն են անոնք պիտի ոտնագվեն աս անշուշտ պիտի ոտնագվեն աս ավետարանը եւ շարունակվի անոր համար ես երեքվա քարոզի մեջսի
խաղաղություն աշխարհի սա վրեժտակը, բայց ուր է խաղաղությունը։ Հալեբ չկա խաղաղություն, Մոսուլ չկա խաղաղություն, Բերլին չկա խաղաղություն, Փարիզ չկա խաղաղություն, ինչու։ Որը ես կհավատամ, 100% կհավատամ, եթե այս բեդությունները, իշխանությունները, որ այս երկիրները գիշվեն, կոնտրոլ գնեն, կամ եթե այնտեղի բնակող ժողովուրդը հոգիով սրտով ընդուներ Քրիստոսի ավետարանը եւ ապրի այդ ավետարանով ոնդե խաղաղություն կլար։ Բայց ասածս, եթե մենք մի չգործացինք Աստծո հետ, Աստված մի ստիպե իր իշխանությունը։ Աստված մեզ ազատ չկացե։ Նաև հագասություններ երբեմն կտեսնենք այսօր, բայց նաև պատմության ընթացքին եկեղեցու եւ քրիստոնեության միջև, այսինքն եկեղեցին ինք երբեմն հագաքրիստոնեական վարկակից ունեցած է, նույնիսկ հայկական հայ առաքելական եկեղեցին, այսինքն նույնիսկ 7-րդ դարուն մահապատիժ հաստատած էր եկեղեցին, վերջը իհարկե այդ մահապատիժը ուրիշ կաթողիկոսներ փեկանեցին, ասել կուզեմ, որ քիչ առաջ դուք նշեցիք, որ մենք ունենք ազատությունը պաշտելու Աստված կամ չպաշտելու, իսկ որպես քրիստոնյաներ հետևելու, երբ որ ուզենք պաշտելու ժամ ճշտենք եւ ոչ թե ռոբոտի նման օրը մի քանի անգամ, բայց եկեղեցին ճշտած է ժամեր, օրենք, որպեսզի այդ ժամի ընթացքին պաշտենք կամ միասին պաշտենք։ Այո։ Ջերմարանի օրերը գիշեր, որ արաբոդյան ժամանակության պետք է տայինք ոչ։ Բայց նաև եկեղեցին ունի անկախ ջեմարանեն։ Բայց տեսեք, ես այս աշխարհի մեջ մարդիկ ազատ են։ Բայց երբ որ որոշես ես քրիստոնյա բիդելնամ, երբ որ որոշես ես բիդի մգրդվի ասինչ եկեղեցու տավարությամբ, տուն ուխտ մգնես, տուն ուխտ գնես, որ ազատ գամքով հետ։ Անանդեն տուն քսես որ ես պիտի հնազանդիմ աս եկեղեցու տավարության եւ հավատքին։ Մեյմա ուխտ ռիր, այլևս տուն ազատ գամքով հետ ենթարկվեցար այդ եկեղեցու համագարկին։ Բայց կարելի է չէ հագարակ, այսինքն լրիվ քրիստոնյա ապրիլ եկեղեցու այդ ինստիտուցիոնեն կառույցեն դուրս։ Ոչ։ Անալ շատ դեռ հարցումներ են թույլ տվեք մեկ բալասխանը։ Եկեղեցին եւ հավատքը երկու դարբեր հաստատություններ են, որոնք պետք է կորզակցին։ Հավատքը միտք մնե, հավատքը հարաբերություն մնե Աստծո հետ։ Իսկ եկեղեցին այդ հաստատությունը, որ Աստված ստեղծեց, որբեսի նման մարդիկ, որոնք ուզեն Աստծո հետ հարաբերել, միանան եւ միասին ճաշտեն Աստված։ Հիսուս ինքս ուր որ երկու հիմանովս հավաքվի, այնտեղ ես եմ։ Անոր համար բادرակի սկիզբ մենք ասենք Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, Քրիստոս մեր մեջ մեր հիմա հայտնվեցավ, որ մենք միասին եկածենք եւ գամբուրվինք իրարու ողջույն ունենք։ Մեր միությունը գիրակորձե Քրիստոսի խոստումը որն է, եթե երկու հոգի կամ արաբեր իմանովս հավաքվի ցանդերը։ Երևաբար հավաքական աղոթքը կարևոր է։ Չես նարսիսիս հավատացյալը մինակսչարենցն սրբազան ես ցդիս մեջ հավատ կունեմ Աստծո հետ գաղոթեմ, բայց չես գնալ, եթե դու իրապես գուզես ենթարկվել Քրիստոսի ավետարանին, անգսել որ երկու կամ արաբերի իմանովս հավաքվիկ, այնտեղ ես եմ։ Նա գսել որ երկու կամ արաբեր խնդրեք, բամը ես ցեզի գուդամ։ Այսինքն Քրիստոս շեշտած է հավաքական աղոթքը։ Թիվ 1 Թիվ 2 եկեղեցին ինչ է։ Եկեղեցին աստվածային հաստատությունն է, որուն առաքելության թաշտը աշխարհն է, մեղավոր աշխարհն է։ Հետևաբար հաստատությունը, որուն հիմնադիրները Աստված է, պաշտոնյաները ժողովուրդ են։ Եվ այս պաշտոնյաների մեջ գրնան լալ ոմանք, որոնք մեղավորներ են, զանազան բաժաններով պաշտոնյա եղած են հաստատության մեջ, նույնիսկ հաստատության սկզբունքներուն չհամաձայնող մարդիկ գմտնան, որ պաշտոնները բարձրացնեն գլախ։ Ես կընդունիմ, մենք ունեցած ենք հոգևորականներ, ամենապարսազջանը միջանացած են անցյալին, պատմության մեջ, թայրու ընթացքին, եւ միջև այսօր մի շարունակվի, որովհետեւ նույն բանն է, երկնային հաստատությունը, որ գծարային աշխարհի մեջ ամեն տեսակ մարդ կա, հոգևորականներ ով են, ես եւ դուք եք, այսինքն մեր ժողովուրդն է, մեր ժողովուրդը որքան գնա սուրբ բայել իր զավակները, դաստիարակել ավետարանով, մաքուր բայել իր միտք հոգին, այնքան մաքուր հոգևորականներ ունենք մենք։ Եթե մեր ժողովուրդը չնվիրվի ավետարանին, չվարաստի իր զավակները, Ամնագարտագի մարդիկ բնենան։ Հեգլա եղեցին, եղած եղեցին, ես կնդունիմ այդ գեդը, որ հագասե ավետարանը, եղեցին սխալի ավետարանը ճիշտ է։ Եվ եղեցին պետք է, ես կբարբեր ապարգարձեմ,
ուսումնասիրե իր գեցվածքը, իր հոգևորականներու ընթացքը, բարբերագերբը եւ այլն, որովհետեւ նրանք ապահովել, որ եկեղեցին հնազանդ է եւ համագերբված է Աբեդարանի ոչ թե հագասական։ Վանց Սրբազան Հովանեսյան մենք խոսենք նաև թեմի կյանքի մասին, դուք ինչպես կբնութագրեք թեմի կյանքը եւ հատկապես ես ստեղծում եմ իվեր, որտեվ նոր ֆրանսահայ կյանքի մեջ թեմի գոյությունը որպես ամբողջ Ֆրանսայի վրա միասնական այսպես իշխանություն եւ համագարկում, բայց հատկապես ցերկալեն իվեր ինչպես այդ եղափոխությունը, զարգացումը կբնութագրեք։ Նախսենք թեմ ինչ է, դա պետք է հստակացնենք, գներեք ադորոր բարասխան մեդամիս, թեմը ըստ մերեգոս ավանդության աշխարհակրական սահմանված համայնքն է, որուն մեջ հայորդիներ կան, որոնք մգրդված են եւ ուզեն շարունակել ենթարկվի եւ երևի դավանությունը Հայաստանի այս արաքելական եկեղեցու։ Եվ այնն մայրաթոր Սուպեչմիածին կամ գիրիգո աթորը գախոմունի որ աշխարհակրական բաժիներու մեջ գորոշեն ինչ սահմանակրական բաժինը սահմանեն որպես թեմ։ Ասենք ամերիկան մեկ երկիր մնե, բայց ընդարձակ երկիր մնե, երկու թեմերու բաժին, գա արևմտյան Ամերիկայի թեմ, գա արևելյան Ամերիկայի թեմ։ Թեմ ինքնուրույն արդեն փչիչ մնե, որ անգախ ինք իր առաջնորդ ունի թեմական խորհուրդ ունենա ամեն զանազան ձուխերեն։ Ձուխ ինչ է, ձուխ աշխարհակրական բաժնի մեջ ավելի փոքր մասն է, ասենք թե քաղաքը, գյուղը, նահանգը, որու մեջ բավական թիվով հայեր կան, գանձե մինիմում 25 ընտանիք պետք է լա, անոնք գնան միասին կան եւ ձուխ մստեղծեն, այնքան դեմ որ այս ձուխը ֆինանսական կարողություն ունի շենք ապահովելու, որու մեջ մեր զավակները տան աղոթեն եւ քահանան որ կա առաջնորդ իրենց պատարակն է եւ այլն ձեզ կդար։ Ոչ անպայման մնայուն ներկայություն։ Նախնդրել մնայուն անշուշտ կարևոր է, որոնց նաև լա կատեխիզմ, գիրագնորիա դասակցություն, նաև ազգային կյանքը սկսիոնդել, համայնքային կյանք, միջնակ եղած մեր եկեցի մեր օջախ եղած, մեր դուն եղած։ Բայց այդ այն կարելիությունը չունենք անպայման Եվրոպայի մեջ սպիրկի մեջ, եկեցին ընդունած է երկրորդ դարբերակը, որ գետանք շենք մգվարցել ամիս անգամը, ամիս երկու անգամը, եւ այդպեսով գսկսի հունդ աճի, մինչեւ որ կարողություննանք ձուխն են։ Երկու կամ առավել ձուխ, երբ որ գմիանան, թեմ կլա։ Եվ թեմը գունենան անդեն առաջնորդ։ Ձուխը գունենա ձխադեր կահանա։ Եվ ձուխը գնդրել ընթանական ներգացիչները կամ ձխական խորհրդի անդամները, ձխական խորհրդի անդամները ներգացնեն ժողովուրդը, կահանան ներգացնել եկեղեցին, մեր կանոնները, մեր ավանդությունը, մեր ծեսը, մեր հայրաբեդը, մեր գանակիրքը, եւ ասոք միասին ղեկավարեն այդ համայնքը։ Երկրեք ձուխեր միասին գուքան թեմ գնան։ Հիմա Ֆրանսան վաղուց թեմ եղած է, դգարտաս Էջմիածին կամ Գիլիգյո նավակներ բաներ միշտ Ֆրանսայի թեմ ասած են։ Բայց 7 դարած շատ անգլիաթարցային թեմ եղավ, երբ նորվան arczepiskopos Զաքարյանը հաջողեցավ մեր ավանդական կանոններով բերել այս ամեն զուխերը, գացեմ 24 զուխեն անադեն, միացնել եւ ստեղծել Ֆրանսայի թեմ։ Այդ առաջ Փարիզի իր բջիջներ ուներ, 4-5 եկեղեցիներ, Լիոն իր եկեղեցիներ ուներ, Մարսեյ իր եկեղեցիներ ուներ, եւ ասոք իրենց վրա ունեն փոխ առաջնորդներ, ուն առաջնորդը Փարիզ նստեր, arczepiskopos, եւ Փարիզն էր որ Էջմիածի հետ կապտվեր, որպես արևմտյան Եվրոպայի բادرագություն։ Հիմա վիճակը փոխվեցավ 7 տարի առաջ եւ ուրախ եմ որ փոխվեցավ, որը միությունը զորություն է։ Ինչու՞ համար զադ եկեղեցին Մարսեյի մեջ, զադ եկեղեցի Լիոնի մեջ, զադ եկեղեցի Փարիզի մեջ միանանք ամերիկան արևելյան թեմը 56 ձուխ ունի, 56 համայնք ունի։ Միան արևելյան թեմը։ Ուրեմն միացուցին եւ թեմը նոր կանոններով թեմը ստեղծվեց։ Այո, թեմը ընթացքի մեջ է, բայց նորածին թեմն է, այսինքն հազիվ 8 դարվա կյանք ունի, 9 դարով 10 տարի, աստայ 10 տարեկանը նշեցինք։ Շատ գարիկներ կա, վարչական համագարկը դեռ լավ չէ հաստատված, թե ձուխեր կան կմտածեն, որ իրենք անկախ են, այլն, ֆինանսական հարցեր կան ապահովելու համար, առաքելությունը հստակացնելու եւ ուրիշ որոնք են աշխատանքային դաշտերը թեմին ընդհանրապես ձուխերու
առողջություն ձուխերու հետ կապած ավելի հստակ է դերևս մեր ունգընտիրներուն համար, որովհետև իրենք մասնագիտ են իրենց եկեղեցու ձիսական, կահանայի տերակատարության, դուն այցելության, որոշ ասենք ժամերկություններ կամ ծեսեր կատարելու, սակայն թեմը ունի նաև ավելի գլոբալ, ավելի ընդհանուր դաշտեր աշխատանքային։ Շատ հստակ է, նախ թեմը ձուխի գլուխը կահանան է։ Թեմի գլուխը, 5 ձուխերի գլուխը եպիսկոպոս է։ Թիվ 1 եպիսկոպոս ունի իշխանություններ, որ կահանան չունի։ Իշխանություն մեկը կահանա ցերնատրելն է։ Ուրեմն, եթե թեմը գնալ տեխնացուներ, որոնք ուզեն կահանալ, վարդապետ, սարգսակ կլալ, ծխադեր կահանան չգնալ ադինել։ Պետք է եպիսկոպոսը կա ացրանությունն է։ Երկրորդ կետ, եթե համայնքը հարկաբաց վիճակի մեջ է ուզեն եկեղեցի մշնել, եկեղեցու օձումը եպիսկոպը առաջնորդն է։ Նախ եպիսկոպոս պետք է համաձայնի, որ այս համայնքի մեջ բավարար հայեր կան, ֆինանսական եւ վարչական մարդուժ կարողություններ կան, որ գնան բահել հոսել եկեղեցիմը, անադեն սրբազանը եպիսկոպոսը կերտա, առաջնորդը կերտա, ձխական խորհրդաժողովներ ներեյետքը, ձխական պարագանց անդամները համաձայնել է, գետա եւ եկեղեցին գոց է։ Թիվ 3 առաջնորդարանը գետրոնն է թեմին, այսինքն ովևէ ինգերություն մասնաճյուղեր ունի, բայց ուղղությունը գետրոնեն գուկա։ Հոնգը պատրաստվին դաստիարակչական քիրքեր, DVD-ներ, CD-ներ, ծրագիրներ, պատետներ գրգվին եկեղեցիներուն։ Քահանան արդեն իր ձուխի մեջ մարդ սպաղած է հովվական հարցերով, վարչական հարցերով, ձիսական հարցերով, տաղում, բսակ, մգրդություն։ Ուրեմն ինքը կարողություն շատ լավ ունի, մենք քինդական քահանաներն ենք աստեւի մեջ, իրավես լավ պատրաստված, բայց ժամանակը չունի մարդը նվիրվելու ծրագիրը պատրաստելու համար։ Ուրեմն գետրոնը առաջնորդարանը գլա, որ պատրաստվի ասենք թե 3 շաբաթվա ծրագիրը, լա ջամվար, կամպ, լա երասարտած առանձնացում, լա նոր ամուսնացած զույգերու իչնեմ շաբաթավերջը դերմ երտան գետրոնային սավատքի մասին, իչնեմ լա օգտակնացություն դերմը, նաև ինչպես որսի հրադարակություններ, քիրքեր, բաներ, այս ամենն գետրոնը գնե, թեմը գնե, և հոն է այսօր մեր մարդահարավերը, այս գետրոնը թեր գետրոն չի եղած, մենք կրասենյակներ չունենք։ Բայց արդեն 2-3 տարի է դուք առաջնորդ եք, ճիշտ տվականը ես չեմ ծեր կալում, բայց մոտավորապես, արդյոք չհասունցավ պաղը, այսինքն այն նախնական մեր զորույցներում, որ պետք է, հիմա արդեն պետք է եղած ըլլար արդեն։ Չեմ գաց, ես ապրիլ մեկին սկսա, երկու դարի, ասի մերգես դարի գլնա, մեկ դարի 6 ամիս, ես ընդրվեցա դեկտեմբեր մեկին, բայց միջև ապրիլ 1 շարունակեցի Անգլիո և Ֆրանսիո առաջնորդ, ուրեմն արիտ չեղավ նխրջվին Ֆրանսայի դինամիզմի մեջ, միջև ապրիլ 1 եկանք արդեն զադի, ապրիլ 24, իրավես մերգես դարի է, որ թևս ծոտած սկսած եմ Ֆրանսայի թեմի հարցերով կսպաղի 100% և արմադական բաներ կա, որ պետք է գարուցվին և շիմին, որ չկան հիմա։ Կամաց նորեն գսեմ անգինարտարցային դեպքն է, որ 7-10 տարի առաջ եղավ նորվան սպազանի շնորհիվ, բայց քայլերու այդմա պետք է մեկ գարուցան։ Ինչի կբաքսի մեզի։ Արդյոք կղերականներու վերապատրաստումը և թիվը։ Այո, հիմա ասեմ պատրաստում կարևոր գետն ես, հիմա մեր ամեն քահանաները Ֆրանսային 100% ֆրանսացին չեն։ Երևակայեցեք Լիբանանի մեջ, կամ Բաղդադի մեջ, բերեն կահանամը Զիմբաբվեեն, կամ Աֆրիկայեն։ Ասմարդ դժվարություն բիտնենա, հայ եդասատ բուժ համուդի կամ գաբնվիլ, հոն չի ապրած մարդը, նույստ հայերեն լավ սորվի, դժվարություն բիտնենա, այս ժողովրդի մոնտալիտե մդայնություն հասկնա, և եդասատյուն կրավեր, դաստիարագեր, իշխանություն պես հայր, իշխանություն նենա։ Հիմա, նույնի կարելի ես էլ առաջնորդի մասին։ Այո, 100%, և որ ինձի մոտեցան տեգնացությունը ստիմեցին, ես ոչ չսի, որև ես թև Ամերիկա ապրեմ, բայց Եվրոպա չի ապրած, անադեն արդեն 6 տարի կրեթե Անգլիա էի, բայց նորեն 6 տարի բավարար չէ։ Անգլիա հայը և Ֆրանսա հայը տարբեր են։ Վեճ ֆրանսերես լավ չէ, ես ֆրանսերեն քրական սորվերեմ, դոկտորայի համար, թարգմանեմ և այլն, բայց խոսակցական ֆրանսեն, կարոս ինձի սեմ այդել հայրենով, կամ անգլենով կարոս զուր,
երկու վարյանեն գնամ խոսիմ ինձ ֆրանսերով կարոզուր դիսեմ լապտոպը փեր նստիմ մեքենակրեմ պետք է նայենք ուսումնասիրենք ֆրանսերենս ճիշտ չէ գնամ խոսիմ նույն բան հայերն որ սկսեմ սրբազանի համար բայց ասկեդերի ես սկսեմ որ ինչու համար ինչու հայ ժողովուրդը ֆրանսային 50 տարի է գոյություն ունենք ինչու մեկ ջեմանամը չէ բացած դամ ոչ թե ջեմանան ինչու չէ սկսած հայլակիրմը ծրակիրմը որ ամեն 10 տարի անգամ մեկ քահանանոց ֆրանսային մենք պատրաստենք ու եթե պատրաստվի նաև կարելի է Էջմիածին պատրաստվի ոչ անպայման Անտիլիաս Երուսաղեմ դերևս Երուսաղեմ Անտիլիաս արեմեդահայ հիմա սպյուրք կանոն մասին քիչ մենք դուրս խոսենք սպյուրքի բادگերը կփոխվի այլևս դերևս Էջմիածին որով Ավեշատ գալի Հայաստանցի հայեր կան աստերնամ արևելախոս արևելահայ հայեր կան բայց ուր որ մենք ուզենք մենք պիտի որոշենք թեմը պիտի որոշենք բայց սկսենք ընթացքը հիմա քսեք ինչու մեգես դարին թեր գսեք պետք ունենք բայց ջեմանանի պես ծրակիրը բանալը սիրելիս երկու դարվա խնդիր չէ պետք է դասաշան գազ կնաս պետք է վայրը կնաս ֆինանսավորում կնաս համացանից մայրաթուրք Պեշմյանզի հետ Գիրիգո Աթորի հետ Երուսաղեմի հետ Աշակերտ ուր բերք ինչ մնա բայց մեկ հարց մնա գանխադեսելի է այսինքն նման գետրոնի ստեղծումը սկսանք արդեն ապրիլ 1-ին սկսանք ասոր մասին մեդալոկվի եւ գաբնված ենք խոսած ենք վեապար հարաբեդի հետ Մարաթուշ Պեչմյանցին արամ վեապար հետ Գիրիգո Բադրիակեր Նուրհան Երուսաղեմ ամեն գաբեր դրազենք հոստել ցանգմունինք կան տեխնացուներ Երեք աշակերտն ենք, գնամ ցեզից հբարդությամբ սել, երեք աշակերտն ենք, որ մե երկու հատ արդեն սկսանք գրգեցինք իրենց Սան-Սերժ ջեմարան, որ ռուս օրթոդոքս ջեմարանն է, հոս 19-ին Փարիզ, եւ գետան շաբաթ գետան հունարենով, ֆրանսերենով Բուսանին ասվածապանություն, բայց վիճակը ես խոստովանի իրենց արսած եմ, վիճակը անորոշ է, որով մենք պետք է նաև իրենց սովորեցնենք մեր շարագանը, մեր ասվածապանությունը, մեր թավանությունը, անոնք ուր մինենք, ինչպես մինենք, հիմա կսենք առաջնորդարա չէ, առաջնորդան սենյակ շուտիկ, առաջնորդան ես դերուսիկ հատրիկոն, իրարու հետ չեմ դեր, երկու սենյակ արածենք, երեքնի սենյակ աշխատին որ, դեսեք ասի արմադական պոպոխություններ պետք է այստեղ, եթե իրավես ուզենք ծկտինք թեպի գազմագերված թեմնա, արևելյան Ամերիկայի թեմը գարձեմ 39 բաշտոնյա ունի, թեմը միան առաջնորդարանը 30 բաշտոնյա պետք է հիմա գիրեք ինձ ավելի լավ գիրեք ժամանակակից ընկերությունը պետք է հոլովակներ Facebook ինտերնետ համացանց թերթիկ ասում ամենալ պետք է բաժիններ առաջնորդարանի մեջ որ հերակրկվին ասպաներով մեկ սրբազան ունենք մեկ թիվանաբեդ ունենք մարդը ամեն ինչ կնա իրավես թուրը բանալեն սուրճ պատրաստել միջև բանկային ֆինանսական հաշիվներ բաներ պատրաստել ինքն է որ եւ դեր այլ ունենք առաջորդան ասել իսկ գոչումները ինչպես կծնին այսինքն անկախ որ պետք է պատրաստել վիճակը ստեղծել միջավայրը ստեղծել գոչումներու համար բայց կան արդյոք ընտանիքներու մեջ նշեցիք որ ֆրանսացին քահանաներ գեղերականներ ընդհանրապես չկան բայց այսօր կտեսնեք որ կա այդ խմորը եւ որում վրա պետք է աշխատել այո կա ինչպես որ սի հավասի մեգես դարի է 3 երասատեն բոլեցան ինձի երեք հատեն երկու հատ արդեն սկսած են կամ սկսան բայց ինչպես գնանք յուրաքանչյուր քահանա յուրաքանչյուր հոգևորական բարդականություն ունի որ իր մոդեցումով իր գենցաղով իր աբելագերբով ներգանա որպես Հիսուս որպես այդ քրես խաղություն շնոր սեր դվող անձը եւ որ երասատներ դեսնան այդ դիբարը քահանային ինչու՞ չէ ես լամ բեշնորեն սմասասում գարվոր գետնե քահանան պետք է ավահով գյանք ունենա պետք է մեկ ավահովենք որ աս երդասարդ որ ֆրանսացին է որ գնա երտակ դոկտորը լալ կամ ինժեները լալ կամ պաստաբանը լալ աս ամեն գարիտուներ պիտի ցկե որպես երտակ քահանա լալ հոստանա ինչ կյանք պիտի ապրի աս երդասարդը Անալ մեկ չենք դազած Ֆրանսայի մեջ այսինքն ամոթ է խոսիլը բայց քահանան պետք է ավահով լա որև գին ունի երախաներ ունի եւ 50 տարի որ հանգստյան բիլասմարտ ինչպես պիտի ապրի հայ ազգը հայ ժողովուրդը Եվրոպայի մեջ պետք է սկսի մտածել ասկեդերու մասին այլևս Թուրքիայի մեջ քյուրի անան քահանանը չէ որ տաղում բստակ իրեն ցեր գուդաս 20 եվրո մարդը պիտի ապրի որ մարդը խելացի պիտի մտածել բժիշկ կնամ կամ քահանա լամ Եթե իրավես այդ գոչում ունի, կան անակ երասակներ։ Ասվեցի օրինակ, որ դվի այսօր Ֆրանսայի մեջ գա, բժիշկին լամ կամ քահանալա։
Եվ ես ասիրս արդեն բայկարի մեջ ենք, որով իրենց եմ կահանա եղել, իր վաղմիշը բիլլա բիտկա կահանա ոստև, ինչ կյանք բիդավրի։ Մարդը դա բժիշկ լագալի է, որպես սարգավակ գնաշարունակել եկեցի օգնել, այսօրվա պայմաններու մեջ, ուրեմն պետք է ապահովենք մեր հոգևորականի կյանքը, որպես երիտասարդ չվախնա, չսե դահանանլան ինչ կյանք բիդավրի։ Չեմ ասել մեծարուստ Rolls-Royce-ներով ապրի կահանան, բայց ապահով կյանք ունենա։ Արժանավատիվ կյանք։ Սրբազան հաճախ կխոսվի, քանի նշեցինք, որ թեմը ամբողջ Ֆրանսիայի տարածքի իշխանություն ունի, մի քանի շրջաններու մասին խոսենք, ոչ թե հիմնական Լիոն, Մարսեյ, Փարիզ, այլ օրինակ համար Նիսի շրջանը, նաև խոսենք հերակա շրջաններ, դուք նշեցիք, որ Հայաստանեն եւ ինչու՞ չէ խորհրդային այլ երկիրներ է, բայց հատկապես Հայաստանեն այսօր լեցված են մեր համայնքները, մեր հայրենագիցներով։ Այս մարդիկ չեն շահախվիր հին սպիրկի հետ եւ ամեն բարակային նաեւ աշխարհակրականորեն չեն գտնվիր անպայման մոդագա շրջաններու մեջ, հաջող Բեզանսոն են, Բրետանիա են, Նանսի են եւ այլն։ Ինչպես այս համայնքներու հարցերը լուծել։ Նախ երկրորդ բառը, որը շատ տիրուն է։ Նույն առաջվա գեդին գտարնանք։ Հիմա մեզ իքրետ է ամեն շաբաթ երկու տելեֆոն գուկաս համայնքներեն, ամիս անգամ ուզեն բادرակնել, կամ ասված միան ասել թաղում մգլա, կամ պատիրոջ պսակում գորդությունը։ Կահանա չունենք, դժվար է։ Պետք է մեկ ծխադեր կահանաներու կանչեն եւ աղաչենք աս կահանանու, խնդրեմ ցկե Պրադո Մարսեյը 3 ժամ քնացքով գնա, ասինչ գյուղի մեջ թաղում գա։ Որ թիրուն չէ, մարդ իր գրեք օրացույց ունի, հովվական մարդը ասինչ եկեցի հովիվն է։ Եվ շպարտապար անարեսեմ, եւ որ ես 30 տարի առաջ կայցելեի Ֆրանսան, որպես աշակերտ, առաջնորդների մեջ 4 հոգեվորականներ կային։ Անունները գրնամ դա, 4 հոգեվորականներ։ Եվ առանց առաջնորդի համար թիրուն էր ասել, ասկիրագի տուն հոս կնա։ Տուն հոնքնա եւ ասամանքներ հանկիստ կլային։ Բայց մենք հիմա չունենք, առաջնորդան մեկ կահանա ունի, հիմա փոխ առաջնորդ նշանակեցին, որ գամած սկսած է գրած կորձակցին աս իջարաշվա առաջնորդան բարդագանությունները գամած կոնե թուղթի վրա սկսենք ծրագրել, որ սկսենք մեկ կարելի է իմանալ փոխարաշնորդով է։ Այո, Հայրիկոր Խաչատրյան փոխարաշնորդ նշանակեցին, միապան մարաթոնի մեջ միացնի եւ միասին մի կորզակցին, բայց անը մեր վերք հոն է, մեր ցավ հոն է, ասին ես իրապես ամեն անգամ որ տելեֆոն կա Ստրասբուրգ, կամ Թուլուզ, կամ Ալբի, կամ Բրիտանի, իրապես գուզվի, որով դսկամ հայրը, որ չգնալ իր խանել հոգ տալի։ Դժվար է։ Իսկ Նիսի հարցը իրապես ըստ իս որպես հայր եկեղեցին լուծված է ես կարծեմ մի քանի անձնական հարցերու մեջ մնացած է աս խնդիրը։ Ես որ նոր հոսիգա որպես առաջնորդ թեմական ժողովի մեջ հայտարարեցի, որ եկեղեցին չգնար իր զավակներուն դատարան տալի։ Եվ նույնիսկ ներողություն խնդրեցի, որ եկեղեցին սխալ է, եթե դատարան տարեր է իր ժողովրդին։ Միշտ կողմեն արեցի ժողովուրդը որպես զավակներ պետք է հնազանդին եկեղեցին, չեն գնալ զավակը չնայ իր հոր հայոյի ամեն օր եւ հայրը սոկ չդղաս տուն դղաս է սիգուր դեղ մգասի հայրը գսե դուրս ելիր այլևս դու իմ զավակս չես եթե մի չարնագես հայոյել ինձ եւ անարգել ինձ եւ չելեվին իմ օրենքներուս ինչպես քիչացին եկեղեցին մեկ բան է հավատք միշ է եկեղեցին իր թավանություն ունի իր օրենքներ ունի հիմա Նիսի հետ ինչ որ եղած է անցյալին որ բաժարած է անհամացայինությունը բարակդված է համայնք բարակդված երկու խումբ եղած են մեկ խումբ եղած է, որ մնացած է հավադարի մեր կանոններուն, մեր օրենքներուն, երկրորդ խումբ եղած է, որ անչատված է աստծուխեն։ Հիմա քան անգամ հանդիպեցանք ես անցամ երկրորդ խումբի հետ եւ ուրախ ոսելու, որ շատ թրագան գամեցողություն կա եւ քննադեմ իրենց շանքերը միշտ գաբի մեջ ենք, ըրած են տելեֆոն, նամակ գրգած են, իրենց ղեկավարներն ուղղակի իմ փչչային տելեֆոնից համար ունին, եւ որ ուզեն արավոտ եսօր քիշեր ինձ գնան գաչել հետս խոսիլ, եւ նաեւ ուրախ եմ ասելու վերջերս, մեկ այն շաբաթ առաջ երկու մեր զուխին եւ այդ անչատված բաժնի վարչական անդամները միասին մեկ ժողով ըրած են եւ համաձայնել են որ պետք է սկսին այլևս ասարցը դուզեն հիմա կոնկրետ գործնական քայլերը պետք է սկսանել պետք է քաշություն ունենանք որովհետեւ էջ մտածենք ամեն մատ վիրավորված է երկու կողմերը վիրավորված մարդիկ կան եւ թիրուն չատ վերքերը մորնալ անշուշտ թերթերի մեջ մամուլի մեջ դժբախտաբար մի քանի բաներ սկարտացի մեր ժողովուրդը մսկացական է
Երբ որ վիրավորվի, ավոր խայդարակի թիվացին գայս թե տշնամի է։ Եվ երբ որ ատոտված ես գարտացի, որ ոչ չէի, դաս ես վիրավորվեցա։ Ուրեմն ոմանք որ ագանադես եղած են աստեպքերուն, թեր անշուշտ վերաբահ են, չեն ուզեր որ անաքայլ մարնեվի, բայց ես կուսամ գաղոտեմ, որ իրու գողմեն, ասեմ մենք առաջնորդարան և հայոց հայրաբետ։ Մենք կսած ենք, որ պետք է էջ մտարցնենք, ինչ որ անցյալներ ներենք, այնքան է, որ ենք պատրաստ են ընդունին, որ իրենք սխալ էին։ Ուրեմն գարկալուց կահանան հոգևորական բերեն մեղք է, ժողովրդին խապես, այդ մարդ այլևս իշխանություն չունի բադարակներու։ Բայց իրենք ընդունին այսօր, որ բիդի չբերեն գարկալույց կահանա։ Այսինքն պիտի հետևին եկեղեցու այս խոսաստան ընթացքին, չեմ ուզել շատ մանրամաս որ ժամանակ չներեր, բայց գրավոր մեզի նամակ գրգեցին, ինձ նամակ գրգեցա, որ իրենք պատրաստ են ընդունելու առաջնորդարանի թեմական խորհրդի Պեապարարավեդի իշխանությունը եւ հնազանդին թեմական կանոնակրության, անդիսին իրենք, նավեսին որ սխալ էին իրենք կարկալուց կահանա բերելու, բայց որ խոսակցեցանք, սրբազանեսին այս հարց լուծվի գալի մեկ դարի գարն է, մեկ դարի մեկ մեր ժողովրդին զրգենք բադարակեն, այդ հարց կար, ես իրենց թերացրեցի, որ միանան մեր եկեղեցին, մեր եկեղեցին բզդիգ է եւ այն ուրիշ հարցեր կան, այդ ընթացքի մեջ ենք, այդ փուլի մեջ ենք տողսեն։ Տրական գրավոր նամակ ունենք, որ գսեն, որ իրենք պետք է իսպաներեն են, եւ գուսամ նորեն երկու կողմեն քաշություն ունենան նիստ մրած են, մեկադաներն նստին խոսին, էջ մտարցնեն, ես գուսամ 2017 նիսի հաղթանակի դարի մրնա մեզ համար։ Սրբազան, խոսենք կրթական կյանքի մասին, խոսեցանք գոչումներու, երդասարտներու մասին, բայց խոսեցանք կիրակնորիա կրոնական դասավանդություններու, այսինքն ես գիտեմ, որ խմբային աշխատանքներ կկատարվին, շաբաթը մեկ եթե չեմ սխալիր, քանի երդասարտ կուկա եւ խոսքը միայն Փարիզի վրա բիլի չկետրոնանան, որտեղ մենք սովորություն ունենք Փարիզի շրջանի մեջ, Փարիզի աշխատանքներու մասին խոսել, այլ խոսենք թեմի մասին ընդհանրապես։ Գիրակնորիա ըմբրնումը, փողական ըմբրնումը, որ սկսած է փողանի եկեցի մեջ, գիրագյոր երբ որ ծնողները եկեցի գետան աղոթելու, վարը նվուղի մեջ, իրենց զավակները վարը էտուդ բիբլիկ, սուպքի սեդողություն անակպաներ գնային։ Մեր բարակային քիչ մկոզնական չէ տերեսալի, որ մենք պետք է բադարակին մասնակցին, ուզենք երախաներ մեզ ելնան, բադարակին հաղորդյուն ստանան։ Ամերիկայի մեջ ցեմ մկդած են, բադարակի սկիզբ երախաներ վարգիշնան, գիրակնորիա դպրոց գնեն, վեճ ասենք թե ողջունին ժամանակ վեր գնան, մասնակցին ողջունին եւ բադարակին մասնակցին։ Ես կցավի մսելու իմ քիծածից համացան դերս միան մեկ ձուխն այս մոդել գիրակնորիա դպրոց ունի։ Ունին շատ մձուխեր, որ գիրագի օրը դպրոց ունին, որ ձուխն է։ Այդ ձուխը վալանս ձուխն է գացին, որ բադարակին տածին երախաները տաս վարգիշնան կամ ուրիշ տեղ գետան գրոնական, քրիստոնեական տասակչություն կստանան, վեճը եկեղեցին գնան։ Բայց ասեմ, Փարիզում մենք ասենք Ժոն կաթեդրալ ունի, Իսլամ ունի նույնիսկ վստահ չեմ ուզել մեր դերհարներից մեր պարգանան վերջը, բայց վստահ չեմ անդեղ քրիստոնեական տասակչություն դրվի։ Այնտեղ հայ լեզվի տասարան է, բաժվեց հայերեն կսորվին գնալ։ Անշուշտ նույնքան կարևոր է մեզ համար, բայց եկեղեցին պետք է շեշտ մտնե գրոնական տասակչության վրա, որ մեր երեխաները անանց չմեծնան, անանց փամմկիդնալու։ Բայց մենք ուրիշ երասարտական ծրագրեր սկսանք եկեղեցասեր երասարտական շարժումը, Ուրախ իրենց երկրորդ դարեգան համակոման կամ ժողով ունեցան 150 հոգի եկած էին Լիոնի մեջ անցյալ դարի։ Բայց բոլոր Ֆրանսիային։ Բոլոր Ֆրանսիային, այո։ Բայց ասենք երասարտներն, որ հերակրված են եկեղեցիով, ոչ թե սպորտ, ոչ թե բարահանտես, այլ եկեղեցասեր երասարտներ։ Ամեն զուխեն 3-4 հոգի եկած էր եւ ընդրեցին իրենց կենտրոնական վարչությունը առաջի ժողովին, որ Վալանս տեղի ունեցավ, իսկ անցյալ դարի 150 հոգի կրետը Լիոնի ոչ կրետը, 50 հոգի առավել Լիոնի մեջ, 50 հոգի մասնակցեցավ քվեարկության եւ ընդրեցին երկրորդ բանը։ Հիմա սկսած են ծրագիրը օգտակնություն գնեն, որ ժողովներ գնեն եւ այլն։ Դուրսամ գիրակնորիա դպրոցը հաշողին ծևով ներմուծել մտցնել մեր համագարկի մեջ, որը կարեւոր է։ Բայց ով կսպահվի իրենց մով։ Կահանաներեն կամ դուք անցնավեր։ Հիմա քահանան իր ձուխով
գտաբլդգվի եւ իր ցեղական խորհրդի հետ պետք է ցեմ մտնաս գիրակնոր ստեղծելու համար։ Մենք որ քահանական ժողով գնենք, որ արդեն 3-րդ կամ 4-րդ ժողովը իմ կարես յետքը, աս գեդը միշտ ուսումնասիրվի, որը միան գիրակնորը դրոց փանալը չէ, նա պետք է քրկուկներ ունենաս, գիրիգյո աթորի հետ խոսեցանք, որը արև մդա հայրենով գրոնքի քրկուկներ կան եւ այլն, հարցը արև նա հայրեն երբն ես, որ ժամունն ես, ուսուցիչ ով բիլլաս, ով բիդանս աստացո, ասպրիտորով գսպաղին կիմա գուսամ։ Սրպազան, բացի կրոնական տասյարակութենեն, մենք ունինք մեր համայնքի մեջ նաև կրթական լուրջ խնդիրներ, այսինքն մեր համայնքը մեծ է, դարբեր շրջաններում մեջ, Մարսեի մեջ ունինք դպրոց, Փարիզյան շրջանի մեջ 3 դպրոց կամ 4 արդեն, Լիոնի մեջ կա դպրոց, հիմա ի վերջո բոլորս գիտակցենք, որ թիվը աշակերտության համապատասխան չէ քաոտի թիվին։ Բայց կա շարժումը, դպրոցաշինական շարժումը նաև Ալֆորվիլի մեջ, եւ խոսենք Ալֆորվիլի մասին։ Ուր հասավ Ալֆորվիլի մանկապարտեզի ծրագիրը, որտեղ շատ պատմություններ, շատ բան ասվեցավ այդ ծրագրի մասին, եկեղեցին թեմ է այսին ծրագրին, կա երկրորդ ծրագիր, կա 2 ճարտարապետական ծրագիր եւ քիչիկ նաև ոչ այսպես հաջելի խոսակցություններ տեղ ունեցած են ուր է այսօր վիճակը ինչ է վիճակը այդ մանկապարտեզի Թիմ 1 ով որ գսե եկեղեցին հագարակ է դպրոցի շինարարության սդախոս է եթե եկեղեցին ես կներկայացնեմ եթե եկեղեցին մեր թեմական խորհուրդ կներկայացնեմ եթե եկեղեցին իմ Զխադեր քահանա եղբայրներ կներկայացնեն։ Եթե եկեղեցին թեմական ժողով կներկայացնե, այս եկեղեցին այնքան է որ ես եմ առաջնորդը 100% շինարարության հետ դպրոցի շինարարության եւ ներառյալ Ալֆորվիլի երկրորդ բաժին դպրոցին։ Ով որ ուրիշ բան գսե սդախոս է, կամ անդերյակ է։ Ոմանք դիտման սուտ բաներ կդարածեն, որ ժողովուրդը անդերյակ է լա։ Առաջի օրեն ես ասի եւ գգտնեմ Հայոց առաջնորդը Ֆրանսային 100% նվիրված է Ալֆորվիլի դպրոցի շինարարության։ Որքան որ գարիք կա դպրոց մեծնենք, մի մեծնենք։ Ես չեմ գնալ պատկերացնել Հայաստանի այս արաքելական եկեղեցին սպիրտի մեջ առանց դպրոցի։ Եթե 50,000 հայ գա Ֆրանսայի մեջ, թող 1000 դպրոց ունի, որ ամեն դեր 150 աշակերտ կա։ Լավ Պետք է ենք, եւ ոսե պետք է նաև ասեմ երախտաբար դեմ Նորվան Սրբազան եւ Աբկաֆին, որ ահավասիկ առաջի քայլարին Բեսոպյան դպրոցը լայնցավ եւ քոլեջի բանալավ եւ աշխուժ մեր բայրար Արաբյանի շնորհիվ եւ ես բան Արաբյան անցամ քանի անգամ խոսած եմ եւ ինքնից վստահացած եմ որ ինք պատրաստ է երկրորդ բաժիններ ինքը հովանավոր է կամ կոնե գումար մտալ համացայնենք Ալֆորվիլի ծուխը համացայն է հիմա խնդիրը հետևյալն է Ալֆորվիլի եկեղեցին փոքր եկեղեցի ունի եւ բզդիկ սրահ ունի Ալֆորվիլը գարձեմ թիմ 1 քաղաքն է հայ ժողովրդի դոգոսով ժողովրդի թիմով գարձեմ հայրեն 8-9% հայրեն Ալֆորվիլին թե ոչ ավելի Բսակ տավու մգրություն բարանտես չեն գնարել եկեղեցու սրահի մեջ որև սրահ չկա սրահը աստուդիոյի 2 անգամ է կամ 3 անգամն է Զխադեր քահանան 7-8 տարի առաջ Նորվան Սրբազան թիմած է քրավոր նամակով որ գուզե ինք իր եկեղեցու համալիրը կամ գարույցը մեծն է սրահը ավեցնով եւ կրասենյակներ Եթե երտակ ցեզմե շատ հերու չէ Ալֆորվիլի Զխադեր քահանայի կրասենյակը նգուղումն է կեդին դակ ուր նաև ոնդեր գբային հակուսներ կոպի մեքենան հոն գերագուրներ հոն գբադրաստեն սուրճ բան ասին ամիջնալիք վիճակն է քաղաքը որ 8-9% հայ է Ֆրանսիայի մեջ մարդը թիմած է գուզե ավելի դոգոսային առումով գարձեմ ավելի շատ լավ հիմա հարց խոս է Իրենք սկիզբեսին քանի որ մենք ուզենք սրահ շնենք եւ ասրահ բիլա հայրուն համար բարանտես եւ այլն ավելի լավ է կեդապի բաժինը սրահ հոն շնենք դպրոցը եկեղեցի շուտ 3 բաժիններ կան որ այդ թիմացի բաժինի 2 անգամ գլա դպրոցը թող իր մանգավարժան հոն շնե ես ասկեդին համացայն եմ որ պետք շունինք մանգավարժանը կեդապի վրա լա երախաներ ինչ բիննային կեդապին
Ընդհանրակ այդ կեդապը նաև մայր բողոդայի վրա է, երախան սխալմամբ ցանկապատեն դուրս ելավ, Արաքաշարժ փողոցի վրա է, իսկ ներսը լակորը ավելի երկրորդական փողոցի վրա է երախան, աբավոր է։ Քաղաքապետի ձինքանկադեցավ նոր դպրոցի բացում են վեճ, որ ադանգյունը ահավոր տրաֆիկ բուշոն գլագոր, որովհետև օտոները գեցնեն զարակները գիչնան, որ փողոց մայր փողոդան կոչվի որ։ Ըստ մոնսինյորը դա միշտ բիչնեք միշանգյունար բիդարնեք սավ, այս փողոց պետք է կոչեք մենք։ Գամ բամը կդեք պարկինգի համար օտոները պետք է ներս մտնան։ Բայց ես համաձայն էի, որ կեդապի վրա մեր սրահը շնվի եւ կեդնիդակ պարկինգը լա, իսկ ընդարձակ հողամասի գեցի շուշ մանգաբաժանն։ Բարոն Արավյան համաձայն էր։ Ապկապը քանի օքի հետ խոստը համաձայն էին։ Ինչ եղավ չեմ գիտեր, Ջանդարաբեդը պլաններն անկրել, որ անպայման գուզե կեդապի վրա շնալ հողամաս։ Սկիզբը մեր եկեցին և դեր հայրը այնքան կողջ էին, նստան խոսեցան, համոզեցինք, եկեցին մայրն է դպրոցին և մեր ժողովրդին, եկեցին չգնալ դպրոց չշնել։ Բազմությունը գաջ գաբելու համար, ինչ որ Ջանդարաբեդը ուզեց, մենք համաձայնեցանք, այնքան ադեմ որ մեզյալ արիտ դրվի սրահ մշնենք դպրոցի համար և գրասենյակն է մեր դեր հայրը մարտավարի գրասենյակն է։ Ինչ որ գիտեն, հիմա համաձայներ են։ Այսինքն այսօր կարելի է հաստատել, որ այդ կետը, այսինքն ճանապարհի կողքը K-ի վրա մանկաբարձ պիտի կառուցվի։ Ես գիտեմ ադի այո ասացենք իրենց, այնքան ադեն որ մնացած հողը որ մեզի բիդան, բավարար բիլա սրահը եւ գրասենյակը շնելու։ Այսինքն ես նաև լեզու կարելի է գտնել ի վերջո։ Ես լեզու գազում ամենուր գտնված է, բայց գիտեք ինչ է, դառնակ երբ որ ասենք թե բարերար այո գսե, նորվան սպազան այո գսե, ապկապը այո գսե, որ հոգս չի հոս կամ հոս շնենք, մենք ամեն հարց նգելա, չէ, պետք է հոնշվի, եւ վերջ հոսերոն եւ անգլիսես, որ այսինչ անձանանքսեր է։ Ես այդ պատճառով այսօր ուղղակի օգտվելով արիտեն շատ կարևոր է, որ ալֆորվիլցիները, ծնողները, որտեղ այսօրվա վիճակը մանկաբարձի պետք է իրականություն ասել, գոհացուցիչ չէ, այսինքն նույնիսկ պատվապեր չէ։ Մեր համայնքի համար, բայց Կրասենյանը պատվապեր չէ։ Չէ, իհարկե, բնականաբար, բայց խոսքը ծնողներուն լսցնել, որ առաջնորդ Սրբազանը համաձայն է այդ ծրագրին։ Ոչ թե մենք առաջնորեն գտնեմ ժողովներու մեջ հիշված է թեմական խորհուրդ, առաջնորդ Սրբազան դեր դիրայր իր ծխական խոս խիստ նստած խոսած են ծխական ժողովրդի մանրամասնորեն 100% դպրոցի պիտի շնվի։ Իսկ եթե գուզեն մանրագրգիծ բաներ հասկանան, թող գամ ինձի կանչեն, գամ կանչեն Ջանդարաբեդին, գամ կանչեն դպրոցին, ես դպրոցի դիգին քանին հետ քանանգամ դստան ժողովրդին, ծնողած մաննի հետ քանանգամ ժողովներին նստան խոսան, անտամներու հետ գամ անտամի հետ, եւ խոսած եք, այսինքն հստակ է Պրոբլեմ չկա, միայն պետք է դրամապանական մտածենք, եկեղեցի հողի վրա պետք է արիտ դանք եկեղեցադեր կհանան իր գրասենյակ ունենա, եւ բզիկ սարմը սրահ ունենա, որ մարդիկ բսակ տաղոմուրության ընդունություն են այդքան։ Սրբազան, որպես նաեւ միություն եկեղեցին, այսինքն համայնքի միությունները մեկն է, CCF-ի աշխատանքներուն կմասնակցի ինչպիսի հարաբերություններու մեջ եք, այսինքն անդամունիկ չէ, որպես CCF-ի մասնակցող 100% մենք գազեմ նույնիսկ մենք գազեմ մաքսիի մեջ եկեցնան սրահները կամ գրասենյակները գործած են CCF-ը CCF-ը կարևոր սույն մնա մեր համայնքին Ֆրանսիայի մեջ ես առաջորեն ասի նորինը գրնեմ եթե եկեցին մեր ավանդական հոգևոր առաքելությամբ գերեվի դպրոցը մեր մշակույթային տասյակչական բարով գերեվի CCF-ը քաղաքական հարցերով նպատակներով գերակերտվի եւ ինչպես առանց դպրոցի եկեցի գոյություն անիմաստ է ես կարծեմ առանց CCIF-ի նման կամ CCIF-ի գոյության հայազգի գոյությունը չհարցանք դառնա եթե մենք մի չգնանք ամենքս համախմբվի CCIF-ի շուրջ որ բանջե գերաբնթե մեր քաղաքական շահերը նպատակները եւ այլն անիմաստ բնա մեր գոյություն որպես ազգ այս քանոն պետք է մենք հաշվենք ուրախ եմ անցյալին այս համագարկ ստեղծված է եւ եկեղեցին թեմ ունեցում դաշխարի եւ բիդի աշխատի CCIP-ից նորեն չեմ ուզել անունդել բայց վերջերս ժողովներ ջաշ ռինք եւ այլն բարոն Պապասյանի դստան խոսեցան եւ ես իմ նոմես շատ դրական դիսկամ որ
շատ առողջ հարաբերություն մգա եկեղեցվո եւ սեսայֆի մեջ եկեղեցին չի գնար քաղաքական հարցերի մեջ նա պետք չէ մտնա եկեղեցվո արաքելությունը չէ քաղաքական անձրով սպաղիլ բայց սեսայֆը դի գնանել պետք է նել եկեղեցին որպես մայր ամեն ցևով պիտի օժանդակի օգնե սեսայֆին ասպաները կատարելու այդ չի նշանակել եթե վաղմիսոր ինձի ամերիկայի տեսփանը սեսրբազան գուզեմ կամ առաջնորդան այցելեմ իրենց չէ Առաջնորդան մի կացեք սեսայև եթե մարդ գուզեկա ինձի բակվել որպես առաջնորդ կամ առաջնորդան այցելել լա ամերիկայի տեսփանը լա Սարկոզին լա Օլանդ ով որ գուզեկան առաջնորդի թուրը եկեղեցի թուրը միշտ բացված է ժողովրդի միշտ նանկար բայց առաջնորդը կամ եկեղեցին ազգային քաղաքական հարցերով չսպաղիր չեն գնար սպաղիր փորձառություն չունենք կարողություն չունենք մենք երևի բայց այդ տպավորություն կար որ առաջնորդ Սրբազանը ունի ցանկություն կամ քայլերը սկսած է առնել քաղաքական հանդիպումներու եւ արիտ տվավ սա խոսակցության այսինքն ծեր նշածը որ մեր դռները միշտ բաց են բնականաբար բայց այստեղ կա նաեւ այդ թուրը տակո մարդու կողմի շահագործման դերևս միտք այսինքն ես առաջնորդը տեսնեմ որպես տեխնազու ինչպես սկսեն դիվիդանդներ ապահովեմ որտեղ առաջնորդը կրնա իր հետ նկարվելով ցույց տամ հայ համայնքին որ ես հայության մոտ եմ այսինքն եկեղեցին շահագործվելու նաև բահը կա շահագործելու բահը կա այսինքն քաղաքական քաղաքավարական բաց սկզբունք կա եթե մենք մեզ ուզենք քեզ այցելել չես նայես ոչ կամ մենք մեզ քեզ ուզենք նամակ մտալ չես նայես ոչ բայց ծեր գագնաս իրեն եւ ժողովուրդը հասկացնես բայց կարելի ասել երբ Անշուշտ կարելի է երբ այո անշուշտ կարելի է երբ հիմա հստակ օրինակ մարնենք ժուպեն ամիսներ ինձ հետ կապվեցավ իրեն կրասինա գուզեն այցելել գուզեն ես այցելեմ իրենց ես հստակ իրենց ասի քաղաքական հարցերով սեսայέφը կսպահի չէ մենք գիտենք էսին բայց դուք որպես հայոց առաջնորդ մենք գուզենք ցեզի հրավիրել ես իրենց ես քաղաքական անձնավորություն չեմ այցելել իրենք գուզեն քան իմ դունես ինչպես կսեք նշանակեք ահլա սահլա բարիերը եւ թողքան ես քաղաքական անձնավորություն չեմ այցելել ես նախագահ այցելեցի եւ եթե պետք է դարին 10 անգամ այցելեմ մեր ազգի մեջ միշտ Իրաք, Բեյրութ, Թուրքիա, Եգիպտոս, Ամերիկա հայոց առաջնորդը նախագահային գմոդենա ներգայանա գխոսին ամերիկաները ասწորություն մենք ունենք նախագահային գնեմ դիտեմ իջանագեմ նրա ես որպես հայոց առաջնորդ նախագահի աս պրոտոկոլ պետք է լա բայց ներողություն բայց ժուբեի բարակային դեսեք մերժեցի իրեն այցելությունը եւ որ իմ այցելությունս եւ որ սա բիդիկա քաշքշեցինք մատիկ դերմասա բիսնալիերգոր վեճետե բիչլա ասի չեննար պամներ հիմա մենք մտածեցինք որպես տեխնազու այդեր նրբությունը ոչ թե մարդուն ընդունելու չընդունելու մեջ այլ որպես տեխնազու ցեզի մոդենալը որպեսի ինք անշահի այդ հիմա ինք ինձիսավ իրեն ժուպեն էսա միան նամակ միտամ ցեսրբազան միան նամակ միան էսա էսեք որ ցես նամակ վերգեցի հիմա ես մտածեցի եթե այսքան դաշնեն այլևս քաղաքավարության սահմաններ անցած են եւ մտածեցի վաղմիսոր ասմարտ գալի քաղաքական հարցեր անանգլան որ ինք դերում նախարարն լա չեմ դե ինչ մգլա ինչու՞ չէ միակ մեն բادر չկոցենք հիմա գալի է քաղաքական կեդնի վրա Սեսայև կամ ուշ բաներ գորոշեն բայց ես եկեցի ես քաղաքական բանով չեմ սպառել քոնե ատուր մտածենք մարտիկավ նամակ մտավ ինձի եւ նույնիսկ մենք որ հայտարարեցինք ոչ երաշխավորեցինք նամակը ոչ նորություն հայտեցինք մարդուն ոչ ակնհայտեցինք իրեն խոսքը բարձրապես հավասարություն բահելու մասին հիմա եթե Սարկոզին էլ կարգովս բան բիդնեի կամ Ֆիլոնեն լավի բան բիդնես միցեի ոչ բայց ժպեն գազեմ արանք խեղճացած էր վիճակը որ ուզեց ասկայլ արներ դերևս չեմ գիտեր բայց նորեն ասեմ վաղմիսոր թուրք տեսփանինս սպազան ուզեմ ցեզացեմ սուժ բխանեմ չեմ նար մեջերին չեմ ասել չեմ իկար դուներս կոցեն Ընդհանրապես Հիսուս կսե աղոթեցեք ձեր ճշնամիների համար եւ ինձ համար գիրեք ինչ հաղթանակը եւ իրավես ուզվեցա եւ որ մեջ նամակ գարտացի մարդը իր քաղաքական կարիերի հաստատած ամեն սյուներուն թեմ գարդայ վիգոր այսինքն այնքան դերմաս արինձ հաղթանակ էր
որ ասմարտը 20-30 տարի իր քաղաքական կարիերը հաստատել է, մեկ որ ցեղասպանությունը գտնի, թուրքերը սխալեն, ամեն քրավոր ստորապրտյան իրեն։ Հրաբարակված է այս տամակը։ Իմ ադիցը հաղթանակ էր, բայց դժբախտաբար մեր ժողովրդի ոմանք ուրիշ բաներ դարածեցին։ Ես չեմ գնալ որպես առաջնորդ, չեմ գնալ մերժել մեկ մկայինի նամակ դալ։ Պետք է հրամեցեք թուրս բաց է։ Իսկ ծեր հարաբերությունները մենք գիտենք, որ դասնամյակներ առաջ համանքի դռները բաց էին որոշ մարդկանց եկեղեցու առաջնորդարանի դռները բաց էին որոշ քաղաքական ուժերու արչև, բայց ավելի փակ էին ուրիշ քաղաքական ուժերու։ Այդ օրերը անցած են այսօր, բարեբախտաբար։ Ծեր հարաբերությունները ինչպես են այսօր ընդհանրապես բոլորի հետ, այսինքն մեկ կողմ է բարեգործականները, մյուս կողմ են դաշնակցությունը, հայտատը, ՍՍՀ-ը որպես խոսեցանք, որպես միացնող, այսպես մարմին, բայց առանցին այդ կապերը։ Վարտան վստահ եմ չեմանալու օրեն գիշես եկեղեցին օրեն գսեմ չգնար քաղաքական հարցերի մեջ կոմպերն է եկեղեցին բոլորովին վստահի մեր քաղաքական դարիներու տասնամյակներու կամ գնանքսեմ տարավոր ուսացնելու բարակային թարմա անցավ փորձառության վրա եւ ղեկավարության վրա ուրեմն եկեղեցական չգնար կոմպերնել դժբախտաբար 1954-55 մեջ կամ ատյարաշ արդեն դեպքերարգային ստիված եղավ եկեղեցին սպիրկի մեջ մանավանդ երկու քաղաքական հոսանքներով աշխատիլ մեկոմեն սովետ հոսանքը գար մեկոմեն ոչ հագասովետ կամ ոչ սովետ եւ անոր համար սպիրկի մեջ եկեղեցին դուժեց ուրախ եմ ստելու այդ վիճակալես վերացել է չկա ազատ հայրենիք ունի ամենք սպաշան հայրենիքի համար ես հբարդ եմ երեք ուսակցություններով բարեգործական ուսակցություն չէ, բայց բարեգործական կարևոր հաստատությունն է պետք է եկեղեցին կորձակցի բարեգործականի հետ, պետք է կորձակցի երեք ուսակցությունների հետ, դռներս միշտ բաց են, ժողովներ գնենք միշտ հանդիպինք հետերնին, ջաշ, սուրճ, ուսակցության ներկայացուցիչներու հետ, կամ ՍՍՀ-ի հետ, եթե արիտ չեղած մենգումը չեմ հանդիպած, գնշանք է չեմ գիտել ադոր քոյությունը, ես եմ որ նոր եկած եմ, ուրախ բիլլամ էտ ասմարտ օբորին է, կատուրս զարն է, սսվազան, ես ասինչ կուսակցություն ներգայացնեմ, ուրախ բիլլամ են տունենու համար։ Իսկ հայ առարկելական եկեղեցու դեղը և հեղինակությունը հաճս ֆրանսական իշխանություններուն կան այսօր տարին մեկ կամ ուրիշ առիթներով հանդիպումներ, քննարկումներ, խորհրդակցություններ կրոնական համայնքներու հետ, լան գրոնքներ կամ գրոնքներեն ներս հարանվանություններ եւ նույնիսկ երբ որ ներքին գործոց նախարարությունը տարիներու դասնամյակներու ընթացքին հավաքույթներ հանդիպած է, այսինքն նախարարի ներկայությամբ քյուլտերու հետ այսպես կոչված հայ առաքելական եկեղեցին կամ ներկայացված է արևելքի եկեղեցիներու ներկայացուցիչի կողմի կամ ընդհանրապես անդեսված է տերևս ինչ է վիճակը այսօր ինչպես կարելի է վերակտնել այդ հեղինակությունն ու տեղը ավասիկ մադը դրվերքի վրա դրտաբաջարը որոնց համար մենք այցելեցինք նախագահ Ֆրանսուଆ Օլանդ մենք իրեն կրավորեցինք մեկ նպատակ ունենք մենք ուզենք իրեն ներկայացնել հայաստանյան առաքելական եկեղեցի Ֆրանսիայի մեջ եւ ուզենք հարցնել ինչու համար հայաստանյաց եկեղեցու ներկայացուցիչները չեն հրավիրվել իրենց դարեգան ինչ-որ նախագահ բալադը գնե եւ այլն եւ արդյոք իրենք դերյակ են հայաստանցի եկեղեցին ինչ է ով է եւ ուրախ եմ ասելու նախագահ 40 վայրամը ասնուտի մասին թունասնուտի մասին խոսեցավ մեզի հետ անշուշտ անդրադարձանք ուրիշ բաներու մասին մենք կրկրեցին մղեցինք իրեն որ այդ ժենոսիդի իրեն խոստացած հայդարարությունը իրակորձ Ղարաբաղի մասին բادرազմի օրերներ չի բادرանոր մասին խոսեցանք բայց ամեն չան գտապենք որ եկեղեցին բեդության հաճս բեդության եւ բեդական ներկայացուցիչներուն քոյությունն է երևելի լա բայց անալ հարաբերություններով դլա հիմա քյուլտը ամենաթյուրուն բանը ներքին նախարարություն մեզ ամիս անգամ ժողովի կան չէ առաջին անգամը ես կացի վեճ նշմարեցի որ հույն ռուս ասորիները բայց ցարգաբակ ունգորգեն որ աջողներուն կահանամ կամ ես այլևս դատրեցի տալիս կահանամ գորգեն միշտ կամ
դերավետիսի գերտա, կամ դերմանվելի գերտա, մասնակցի աժողովներուն, որը ֆրանսախոս մենք պետք է որ գնա մասնակցին։ Մենք միշտ ներկա ենք աժողովներուն քյուլտի ներքին նախարարության։ Բայց ասեմ, արդակին կորզոց նախարարը այցելեց ինձ մեկ տարի առաջ, անդեն կարողություն չունենք թերթիկ բան հայտարարելու, սիտուեբ չունենք, բայց գաբեր ունենք նամակցության գլագետակապած, գաբեր կան։ Դուք ճիշտ նշեցիք, որ նաև եկեղեցին այսօր հաղորդակցության նոր միջոցներ ունի, բյուլտեն ունի, որ իմեյլներով կդարածի եւ գայքեչալ։ Գայքեչ diocese-armenian.fr Եթե գնան երթալ շատ ուրախ կլանք, իսկ թերթիկը ծրիկ բաժնենք մենք բան իմեյլով, որ մեզ երկերից իմեյլը մենք հենց կուտանք։ Վահան arczepiskopos Ովանեսյան առաջնորդ Երանի շուտով arczepiskopos Ուրեմն երբ է arczepiskopos Պետք է դեպար հարաբեր լսի աս Ուրեմն գուղարկենք այս հաղորդումը Օրինակ մեջ միացի ուղարկենք Շնորհակալ եմ ձեր այցելության ձեր բատկամի փոխանցման եւ այս քննարկումը որ բաց ունեցանք այսօր թեմական կյանքի վերաբերյալ Ցեզություն Carte sur table. Une émission proposée par Hype FM.